Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, հարգելի պետական մարմիններ և հատկապես բժշկական հանձնաժողովներ, որոնք զբաղվում են զինակոչիկներով և եթե չեմ սխալվում, նաև թոշակառուներով։ Երկու բան եմ ուզում ներկայացնել, որ համ պարզ լինի մեզ, բժիշկներիս, համ պարզ լինի պետական աշխատողներին և համ էլ պարզ լինի ժողովրդին։ Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ, քննել եմ անձամբ ես։ Ուրեմն մի պացիենտ ունեմ, որը ունի պարբերական հիվանդություն, էլի գալիս ենք պարբերական հիվանդություն, որի ուրեմն այդ 25-օրյա հավաքների հետ կապված պացիենտին կանչել են, որ պիտի դու գնաս 25-օրյա հավաքների։ Սկզբնական շրջանում պատճառաբանել են, թե իբրև, չգիտեմ, այնտեղ գենետիկ անալիզի հետ կապված հարցեր կան, թեև բազմիցս ասել եմ, որ գենետիկ անալիզը ոչինչ չի որոշում այս հիվանդության մեջ, այսինքն կան հիվանդներ, որոնք չունեն գենետիկական փոփոխություններ պարբերական հիվանդության մասով, եւ կան հիվանդներ, որոնք ունեն գենետիկական փոփոխություն, եւ կան մարդիկ, ովքեր ունեն գենետիկական փոփոխություններ, բայց հիվանդ չեն, առողջ են։ Այնպես որ գենետիկան այդքան էական բան այստեղ չի փոխում, բայց իշն է հետաքրքիր, որ այս պացիենտը այո ունի պարբերական հիվանդություն, տարիներ շարունակ բուժում է ստանում, իդեպ ախտորոշվել է զինվորական ծառայությունից հետո, այսինքն մարդը բանակ է գնացել, բանակից եկել է, հետո նոր ախտորոշվել է։ Տարիներ առաջ ախտորոշումից հետո մարդը բուժում է ստանում։ Հիմա գնացել է, բացել են զինկոմիսարիատում եւ այդ առողջ հանձնաժողովում, բացել են այս մարդու թղթերը, նայում են, ասում են նոպաներ ունես։ Ասում է չէ, նոպաներ չունեմ։ Ասում է, եթե նոպաներ չունես, ստե գրած է, որ նոպաներ չունի, ուրեմն գնում է ծառայելու։ Ու մի օրինակ, երկրորդ օրինակը բերեմ, այս արդեն ինձ բանավոր են փոխանցել, որ նույն ձևի ճնշումով հիվանդ է, ինչ որ լուրջ ճնշում է ունեցել։ Երբ որ դեղերի բուժման վրա այդ ճնշումը անցել է, ասել են, ճնշումը անցել է, դու այլևս այդ թոշակավորման հետ կապված մի խոսքով այլևս չես թոշակ ստանալու։ Թոշակի հարցում չգիտեմ ոնց է, բայց այս ուղիղ եթերից իմաստը հետևյալն է, Հարգելի հայրենակիցներ, հիվանդությունը ունի երկու ձևի ընթացք, բնական ընթացք, դա երբ որ բժիշկը չի միջամտում, բժշկությունը չի միջամտում, եւ արդեն բժշկության կողմից միջամտված ընթացք։ Բնակ ձեր կրիտերիաները, որոնք գրում եք, ենթադրում են, որ դուք գիտեք, որ կա բնական ընթացք, եւ ենթադրում են, որ դուք գրում եք բնական ընթացքի հիման վրա։ Այսինքն, երբ որ ասում եք, այս հիվանդությունը նոպաներով ընթանում, թե առանց նոպաների է ընթանում, դուք նկատի ունեք բնական ընթացքը, որտեղ այո, բնականից մարդը կարող է ունենա նոպաներով ընթացք եւ ունենա այդ նույն գենետիկան, բայց նոպաներ չունենա։ Այո, եթե մարդը գենետիկա ունի, բայց նոպաներ չունի, գնում է ծառայելու, որտեղ հիվանդ չի։ Լիքը մարդիկ այդպես են, բայց եթե նա բուժում է ստանում, ամեն աստծոր բուժում է ստանում, եւ իր ստացած բուժման արդյունքից ելնելով նոպաներ չունի, սա արդեն չի նշանակում այդ մարդը նոպա չունի, նշանակում է բուժվում է։ Իսկ սա նշանակում է, որ այս անվան տակ չեք կարող այդ մարդուն վերցնեք ու տանեք ծառայության, որովհետեւ ինքը նոպաներ չունի։ Հիմա ցանկացած քրոնիկական հիվանդ, որ իր դեղերը ստանա եւ դեղերը հարցունավետ են, ցանկացած չէ, բայց քրոնիկ հիվանդների 80%-ը մոտ։ Եթե նորմալ իրանց դեղերը ստանան, հիմնականում սիմպտոմներն անցնում են։ Ամեն աստծոր դեղերը ստանալուց կամ սրսկվելուց, շաքարային դիաբետով հիվանդներն են, ճնշումով հիվանդներն են, նույնիսկ հիմնականը, հա, սիրտանոթային հիվանդություններով տարբեր հիվանդներ, եթե ամեն օր ստանան իրանց դեղերը, սիմպտոմներ չեն ունենա։ Բայց դա չի նշանակում, որ իրանք ընկան այսպես այն կրիտերիաների տակ, որ եթե ինքը սիմպտոմներ չունի, ուրեմն առողջ է։ Ուրեմն գնում է բանակ։ Այն բանակը, որը մարդիկ տեղին կրճատում են, նույնիսկ ժամանակն են կրճատում, թվեր կան, որ զորակոչիկների մոտ 50%-ը չի ծառայում այսպես թե այնպես այս կամ այն պատճառով։ Ու հիմա գտել են մեկին, ով ունի խնդիր ռեալ։ Այս մեկին ասում են, դե արի գնա էլի, ինչ է, որ։ Եթե դեղդ կխմես, ասում են 25 օր է էլի,
Այդ ասող էշի տղուն եմ ասում, հել դու աղբորդ, քերոջդ, ընկերոջդ վեկալ գնա։ Ով որ ասել է այդ հիվանդին։ Ով որ տենց է վերաբերվում, ինչ է որ այդ վայենկոմատի սաղ սաստավին եմ ասում, բոլոր վայենկոմատների։ Եթե դուք այտենց վստահ եք, որ ինչ այլ է, որ ձեր ընկերներով, բարեկամներով հավաքվեք ու գնացեք ու մի էլ եկեք, նավսիկդա գնացեք ծառայելու։ Ոչ թե եկեք վայենկոմատում տաքուկ տիտիկ արեք, սրա նրան էլ այտենց ոչ հարգալից խոսացեք։ Ես ինքս անձամբ նման ոչ հարգալից զրույցի ներկա եմ գտնվել։ Երբ որ օրինակ ասեմ, վայենկոմատում մոտեցրեմ, բարև ձեզ, ես մարդու հետ եմ ուզում խոսամ, այդ մարդը այսպես քամակով նստած, այդ բանում, հենց այդ մտնում ես վայենկոմատ պոստում, կարելի է տենց ասել, քամակով դեպի այցելուն, դեմքով դեպի պատուհանը սպասում է պետն է գալու, որ պետը գա, ալի չես տա։ Ասում է ինչ է եղել։ Ասում եմ ստեղ թղթեր պետք է ներկայացնեմ։ Իմ հետ կատարվածն եմ ասում, թղթեր պետք է ներկայացնեմ։ Հա ինչ թղթերը։ Ասում եմ առողջականի թղթերը։ Ասա։ Ու կողքից մարդիկ կան։ Ասում եմ առողջականի մասին է։ Առողջական փաստաթղթեր են, հիվանդության վերաբերող։ Հա ասա, ասում եմ։ Ասում եմ լսի, դա բժշկական գաղտնիք անգել ջան, այսքանի մեջ դա ասելու չի։ Դե ուրեմն սպասի, շեֆը կգա, ասում է, կդիմավորեմ, հետո կզբաղվեմ։ Մարդիկ էլ կանգնած sense նայում են։ Վայենկոմատի դեպք եմ ասում։ Սուս-փուս դուրս եմ գալի, նստում եմ մեքենայի մեջ, սպասում եմ մինչև իրանց շեֆը կգա, դե հիմա։ Երևի ինձ մեկը կողից ասում է լսի ինգեզ։ Այդ մարդը չէր որ տենց խոսա, այդ կարող է քեզ աշխարհով մեկ խայտարականի, ափալ-թափալ եկավ։ Բա բժիշկ ջան, չգիտեի, բան։ Ուստի կապ չունի բժիշկի հետ ոնց ջան անում։ Ասենք բժիշկ չի այ մարդ։ Սովորական քաղաքացի է։ Ինչ։ Պետք է քամակը դեմ տված, ասա բժշկական գաղտնիք ներկայացնող ինֆորմացիան ամբողջ միջանցքով մեկ քննարկելով, էլի դեպքեր գիտեմ։ Ընկերներից հետ ա եղել։ Հա ինչ ա եղել, որ չես ուզում այդ ասմի 25 օր, ասես լոմկա կերցնելով բանակ են տանում։ Սաղ կյանքները չմո աշխատածները լոմկա կերցնող են դարել։ Ինչ եմ սենց խիստ ասում։ Ժողովուրդ ջան, էլի ասեմ, ճիպոտով եք դուք խելքի գալու։ Հիմա լեզվի ճիպոտով է, վաղը կլինի ուրիշ ճիպոտներ, բայց դուք ճիպոտով եք խելքի գալու։ Ու բոլոր նրանք, ովքեր դաստիարակված են, շնորհք ունեն, իրար հետ հարաբերվելիս հարգանք գիտեն, նվազագույն անհրաժեշտ հարգանք, հենց այնպես, որովհետև դիմացինը մարդ է։ Այս մարդիկ պետք է այն մնացածին բացատրեն, որ ձեր այդ հռակոպալի վայրենի ձևերը վայրենությունը չի լինելու, չի աշխատելու։ Եվ այսպես, ձեր թղթերում հարգելի պետական մարմիններ, զանազանեք բնական ընթացքը հիվանդության եւ դեղորայքի վրա ընթացքը։ Սա մինիմումը, որ պետք է զանազանել, որպեսզի մարդկանց կյանքում խնդրեմ չդառնաք։ Պետությունը մարդիկ ստեղծել են, որպեսզի իրենց կարիքները հոգան, իրանց խնդիրները լուծեն։ Մարդիկ պետություն չեն ստեղծել, որ մի քանի ձրիակերի բյուջեի հաշվին պահեն ու բարթացնեն իրանց կյանքը լրացուցիչ խնդիրներ առաջ բերելով։ Եվ պետությունը մարդիկ ստեղծել են, որպեսզի արդարության մթնոլորտում որոշակի հարցերում հավասարություն ապահովելով բոլորն էլ մասնակցություն ունենան, ոչ թե ամեն երկրորդը իր նվազագույն զինվորական ծառայությունը ըստ պետական օրենքի, դա իմ սրտով չի, իմ սրտով է պրոֆեսիոնալ բանակը, ամեն երկրորդը ըստ պետական օրենքի իր ծառայությունը չանի, բայց ծառայությունը հիվանդ մարդը, որ ծառայությունն արել է, ծառայությունից հետո ախտորոշվել է, հիմա էլ գան բռնեն, թե ալի 25 օր պետք է տանենք հավաքների։ Այդ մարդը չի ուզում ձեր հավաքները, չի ուզում սովորի ձեր հավաքները։ Եթե ընդ նույնիսկ գրած է սահմանափակում, ձեզանից ոչ մեկ չի տանելու նրան շտաբում որպես գրագիր աշխատի։ Դուք 25 օր տանում եք, որ գցեք պոստերում, ժամկետը լրանա, որպես գլխականակ հանձնարարված է այդ եք անում։ Նույնիսկ սահմանափակ ծառայություն չեք ապահովելու դուք այդ մարդու համար։ Այ ախոր։ Եղավ, ես իմ աչքի տեսածով եմ ասում, ախոր։ Այդպիսի բարքերը նույնիսկ ախորում երբեմն չի լինում, ավելի կազմակերպված է լինում։
Բնական ընթացքը տարբերեք բուժում ստացող հիվանդից եւ դեր կրիտերիաներում գրեք բնական ընթացք։ Այդ բառը գրեք ամբողջ աշխարհում ընդունված բառ է։ Հիվանդության բնական ընթացքը այսպեսին է լինում կամ բուժման վրա ընթացքը այսպես է լինում։ Թե չէ լղոզել եք, առիթից օգտվում եք, բուժվող հիվանդներին առողջի տեղ փորձում եք խուրդեն այդ ու մոտ կստացվի, ով էլ, չգիտեմ, կգտնի մի բժիշկ, որը իր համար կփորձի իր իրավունքների համար ջանք թափել։ Չնայած այդ մարդկանց ասել եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ կարակ դիմեք կամ բան sense բաներ, բայց այդ մարդիկ հավես չունեն, ասում են մարդիկ 25 օր գիտեմ 25 օր կգամ, ինչ է այլ է որ։ Վերջի վարիանտ կգնամ, ջանդամ լինի, թող ասենք մի երկու նոպա 3 նոպա էլ լինի, ասենք թե։ Հա, բայց ինչու։ Ում համար։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսից։ Մի կարևոր բան էլ կա, բայց չասեցի։ Մի ուրիշ շատ կարևոր բան կա այս կոմիսիաների հետ կապված, դա էլ մի ուրիշ անգամ։ Լավ, այսքանը, ցտեսից։